Ինչ հաջողություն բերեց քեզ մասկոտ անվանումը։ Այս հարցից շոկացի։ Մասնագիտությունը որքանով օգնեց քո բիզնեսի զարգանալուն։ Այդ հարաբերությունների շնորհիվ ես կարողացել եմ համագործակցել շատ մեծ բրենդերի հետ Հայաստանում։ Ինստագրամյան դաշտը առհասարակ սոցիալական հարթակները լցված են, լցված են մարքեթինգի թեմաներով։ Նույն Ինստագրամում իդեալական պատկերներ, իդեալական վիդեոներ, ինչ որ իդեալականացված կյանք, որը որ ետնաբեմում լրիվ ուրիշ պատկեր է։ Հաղորդման գործընկերն է Ամի կոշիկի եւ աքսեսուարների խանութ սրահը։ Մարքեթոլոգ Էլեն Մարտիրոսյանը 2023 թվականին որոշեց հիմնել սեփական բիզնեսը Mascot Flowers։ Ընկերությունն առաջարկում է յուրահատուկ ծաղկեփնջեր, կոմպոզիցիաներ, անհատ կամ կորպորատիվ հաճախորդներին, ձևավորում է հարսանիքներ եւ այլ միջոցառումներ։ Դեռ 2 տարի առաջ 2023 թվականի հունիսի 11-ին ինքը ուղղակի իմ համար փոքր իդեա էր, որը որ ամիսներ հետո դարձավ շատ մասշտաբային նախագիծ, որի շնորհիվ կամ պատճառով ես 5-6 ամիս չանցած արդեն իմ հիմնական մեծ կազմակերպության աշխատանքից ստիպված էի դուրս գալ ու շարունակել զարգացնել արդեն մասկոտը, իսկ անվան, ընտրություն եւ այլն բրենդինգ այդ process-ները իրականում էլի շատ այդ ավելի շուտ էր սկսել 2023-ի սկզբից, երբ որ արդեն միտք հղացավ սեփական բիզնես ստեղծելու ու քանի որ ընտանիքս արդեն երկար տարիներ այդ ոլորտում գործունեություն էր ծավալում, պատասխանը երկար սպասեցնել չտվեց, թե ինչ բիզնես ընտրել։ Եվ այդպես սկսեցինք արդեն նեյմինգի փուլը, անուն ընտրելու, շատ երկար փուլեր անցանք, որովհետև ընտրություն ուզում էի այնպիսի անուն լիներ նախ չկրկնվող, հետագա բնականաբար խնդիրներից էլ խուսափելու համար, հիշվող, լակոնիկ ու համ էլ հետաքրքիր շատ ու դեռևս ինձ թվում է չի եղել նենց կարծիք, որ մտածեմ, որ սխալվել եմ անվան հարցում։ Դրան հաջորդեց բրենդինգի փուլը, իմ համակուրսեցի Ժաննան, իր հետ շատ նախագծերում աշխատել էինք արդեն, միասին որոշեցինք սկսել արդեն լոգոյի ստեղծումը, գույները, թեմատիկան եւ այլն կոնցեպտը ես միանշանակ պատկերացնում էի, բայց քանի որ իմպլեմենտացիան կատարողականը ես չպետք է անեի, իմ առաջ խնդիր էր դրված մաքսիմալ բաց կոնցեպտը ներկայացնել դիզայներին, որպեսզի կարողանանք ստանալ այն ինչ որ ստացանք։ Ինչու հենց մասկոտ։ Եվ ինչ է նշանակում մասկոտ։ Այո։ Մասկոտ անվանումը ունի երկու նշանակություն, գրվածքը այլ, բայց իմաստը երկու, հիմա բացեմ, առաջինը կակաչների մի տեսակ կա, որը հենց մասկոտ է կոչվում, մասկոտ tulips կարող եք նայել, եթե հետաքրքիր լինի, իսկ երկրորդը թալիսման է նշանակում, որևէ իր կամ մարդ ով բնորոշում է կոնկրետ ինչ-որ մի բրենդ կամ շատ տեսած կլինեք նույնիսկ ֆիլմերում կան մասկոտներ, այդպես հերոսներ, ովքեր որ ասոցացնում են, տվյալ կազմակերպությունը կամ բրենդը, այդ թալիսմանը կոչվում է մասկոտ։ Ու այդ իմաստներն էլ երկու որ կարդացի, միանշանակ հասկացա, որ շատ հետաքրքիր ընտրություն կարա լինի։ Ինչ հաջողություն բերեց քեզ մասկոտ անվանումը։ Որովհետև մենք գիտենք, որ շատ մեծ բան է կախված անվանումից։ Այս հարցից շոկացի դաշը, որովհետև մասկոտ անվանումը իմ կարծիքով հաջողության, եթե տենց շատ պաթետիկ չդարձնեմ, չչափազանցնեմ, բայց հաջողության իրոք մեծ մասը կախված է նաև անունից, լոգոյից, բրենդինգի տարերից, այդ որպես մարքետոլոգ արդեն խորացա, բայց մասկոտ անվանումը շատ դռներ է բացել եւ իմ առաջ եւ ինքը իր առաջ ու դեռ շարունակում է բացել։ Էլեն, դու մարքեթինգի մասնագետ ես։ Որպես մասնագետ կարող ես ասել, քո մասնագիտությունը որքանով օգնեց քո բիզնեսի զարգանալուն։
Միանշանակ շատ օգնեց, որովհետև հենց մեր աշխատանքը կայանում է նրանում ստեղծել պրոդուկտ, ստեղծել բրենդ, սահմանել ճիշտ գնային սանդղակ, ճիշտ առաջ խաղացնել եւ ճիշտ գովազդել։ Այս դեպքում բնականաբար իմ մասնագիտությունը շատ մեծ դեր ունեցավ եւ նույնիսկ անուղղակի իմաստով, որովհետեւ ես իմ մասնագիտության եւ կարիերայի շնորհիվ բավականին մեծ աշխատանքային շրջապատ եմ ձեռք բերել, հիմա ընդունված ասել network, ու ես այդ մարդկանց իրոք համարում եմ ինձ համար եւ շատ թանկ որպես ընկերներ, գործընկերներ եւ եթե վերցնենք այդ հարաբերությունները, ես համարում եմ դա կապիտալ, որովհետեւ այդ հարաբերությունների շնորհիվ ես կարողացել եմ համագործակցել շատ մեծ բրենդերի հետ Հայաստանում ու քանի որ ինքս եղել եմ մեծ բրենդում աշխատել եմ որպես մարքեթինգի մասնագետ, ես շատ լավ գիտեի այդ փուլերը, ճանապարհները, թե առաջարկը, երբ որ ուղարկում են ինչ կոնտակտներ է պետք ուզել այդ ժամանակ, ում դուռն է պետք թակել, կոպիտ ասած այդ ժամանակ, որոշում կայացնողները իրականում ովքեր են ետնաբեմում, բայց ցույց են տալիս, չէ, շատ հաճախ, որ ընդամենը ուղղակի կարող եք ձեր համագործակցության առաջարկը ուղարկել այսինչ հասցեով եւ շատ անգամ նույնիսկ այդ առաջարկը չեն էլ բացի։ Մասկոտը ունի մրցակիցներ առհասարակ եւ ինչպես ես դու վերաբերվում այդ մրցակցությանը։ Ես կարծում եմ, որ եթե դու կարողանում ես ստեղծել ճիշտ բրենդ, ճիշտ նպատակով, ճիշտ մեսիջով, ճիշտ ռազմավարությամբ ու գնում ես քո ճանապարհով, միշտ կան հաճախորդներ, միշտ կա պահանջարկ, միշտ կա լավից լավը ու չկա այսօր իմ կարծիքով մի ոլորտ ու մի կազմակերպություն, որ ինքը իրեն համարի տենց անփոխարինելի ու անմրցակցելի։ Դրա համար այս պարագայում ես շատ adekvat եմ վերաբերվում ու բոլորին եմ խորհուրդ տալիս։ Ես միշտ ավելի մարքեթինգի մեջ էլ հակված եմ ավելի համայնքային մտածելակերպի, թեկուզ մրցակցելուց շատ ցիվիլ ու ճիշտ մրցակցության առանց ինչ-որ էժան քայլերի։ Ինստագրամյան դաշտը առհասարակ սոցիալական հարթակները լցված են մարքեթինգի թեմաներով։ Այո։ Այս հարցին ինչպես ես վերաբերվում։ Ինչպես զատել լավ մարքետոլոգին վատից։ Բիզնեսներին ինչ խորհուրդ կտաս։ Ինչպես ընտրել ճիշտ մարքեթինգային ընկերություն, ճիշտ մարքետոլոգի, մարքեթինգի մասնագետի, որ իրենց բիզնեսը ճիշտ ուղով զարգանա։ Նախ այո, շատ գերծանրաբեռնված են այսօր բոլոր հարթակները սոցիալական ու դրանից բխում է նաև այն, որ ծանրաբեռնված են մեր ուղեղները, մեր հոգեբանությունը, մեր կյանքը, ինֆորմացիան շատ է եւ վիզուալ եւ ուղղակի տեղեկատվությունը այնքան շատ է, որ շատ դժվար է զատել այն ինչ որ քեզ պետք է ու վերցնել դա, իսկ այն անպետքը թողնել մի կողմ, որ ուղղակի մի օր չպայթի գլուխդ։ Շատ ողողված է նաև այո մարքեթինգային թեմայով, ինչու, որովհետև ինչպես նշեցինք, մեր երկրում ու առհասարակ աշխարհում հիմա մեր ոլորտը, մեր մասնագիտությունը շատ եւ թրենդային է, եւ արդիական է, եւ պահանջարկը շատ մեծ է։ Նաև ինչու ոչ, եթե ֆինանսի մասին ենք խոսում, բավականին մրցակցային աշխատավարձներ կան նաև։ Շատ դժվար է, անկեղծ չկա ինչ-որ մի բանաձև, որ ասեմ, օրինակ կարող եք նայել, եթե այս մարդը սա ասում է, ուրեմն նա լավ մասնագետ է, եթե չի ասում, ուրեմն ոչ։ Հետազոտության մեծ փուլ է պետք ինձ թվում է անցնել, ուսումնասիրել առհասարակ շուկայում, ովքեր են, ըստ շատ կախված է նաև բիզնեսից, պրոդուկտից, ավելի նպատակահարմար է ունենալ in-house, չգիտեմ այդ հայերեն ոնց ասեմ, մասնագետներ, ովքեր կաշխատեն հենց միայն ձեր կազմակերպությունում ձեզ համար կամ դուք ֆինանսապես այդքան ռեսուրս ունեք, որ այդքան աշխատակիցներ վերցնեք, թե համագործակցեք օրինակ ֆրիլանս մասնագետների հետ կամ շատ ագենստվաներ, ընկերություններ կան մարքեթինգային, որ նույնպես առաջարկում են ծառայություններ, թե այդ մոդելն է ավելի հարմար։ Ուսումնասիրելուց հետո արդեն պետք է հասկանալ, որ
ոչ թե միայն ներկայացնել նա, ինչքան էլ որ մեր գործի մեծ մասը կազմում է ներկայացնելը, բայց միայն ներկայացնելը շատ քիչ է, պետք է նաև նայել թե ինչ արդյունքներ, ինչ հետևանքներ ունի այդ մարդու արած գործը տվյալ բիզնեսի կամ կազմակերպության վրա։ Պորտֆոլիոն թող ուսումնասիրեն, տեսնեն ինչ ընկերությունների համար ինչ աշխատանքներ են կատարել, եւ ինձ թվում է այդ հետազոտության փուլը անցնելուց հետո կկարողանան, բայց ամեն դեպքում վերջնական որոշումը ըստիս պիտի ինչ-որ փորձաշրջանից հետո լինի, այսինքն մոտավոր մի 3-ից 6 ամիս համագործակցել միասին, հասկանալ թե ինչ արդյունքներ եք գրանցում դուք համագործակցելով տվյալ անհատի կամ ընկերության հետ, եւ դրանից հետո նոր արդեն վերջնական որոշում կայացնել։ Ինչպես է համատեղում անձնական կյանքը եւ կարիերան, եւ արդյոք դժվար չէ համատեղել այդ երկուսը։ Բնականաբար դժվար է, իմ կարծիքով բոլորը կփաստեն, որ նախ եւ դժվար է չունենալ, ոչ նա պարզ է, որ այդ ծայրահեղությունները այսօր փառք Աստծո քչացել են, բայց ունենալու պարագայում էլ դու ունես խնդիր գործում լինել, չգիտեմ, անհաղթ, միշտ sense պինդ կանգնած, ամեն խնդրի լուծում փորձես գտնել ու միաժամանակ ապրել, որը որ այսօր շատ ավելի դժվարացել է, որովհետև 21-րդ դարում սոցիալական դերերը կնոջ շատ են, գինը եւ պիտի լինի տանը եւ դրսում եւ աշխատանքի մեջ պիտի ու հետո այս ինֆորմացիայի լծվածության հետևանքով էլ, երբ որ մենք անընդհատ տեսնում ենք նույն Instagram-ում իդեալական պատկերներ, իդեալական վիդեոներ, ինչ որ իդեալականացված կյանք, որը որ ետնաբեմում լրիվ ուրիշ պատկեր է, բոլորս էլ հասկանում ենք, որ դա ուղղակի այն է, ինչ որ այդ մարդը ցանկանում է, որ մենք տեսնենք, բայց շատ աղջիկներ ու կանայք խաբվում են այդ իրականությանը ու արժեզրկում են այն անձնական կյանքը, այն աշխատանքը, այն կարիերան, որը որ իրենք այս պահին ունեն։ Ինչպես է հաղթահարում հուսահատության պահերը։ Հուսահատության պահերին ուղղակի հիշում եմ այն նպատակը, որը սահմանել եմ օրինակ 5 տարի հետո կամ 10 տարի հետո ուր պիտի գնանք, ես ու մասկոտը իրար ձեռք բռնած ու միանգամից բոլոր ուժերս ոնց որ սենց հետ կան, բայց այստեղ էլի պետքա բնականաբար մենակ ինձ առաջ չտանելով ասեմ, որ կողքի մարդիկ շատ մեծ նշանակություն ունեն ու շատ կարևոր է, որ երբ որ դու ինքդ պահը գալիս, դու ինքդ մոռանում ես ով ես դու, ինչ ես ստեղծել, ինչքան ճանապարհ ես անցել, իրանք սենց միանգամից առաջդ փռում են, թե դու ինչ անցած ճանապարհ ունես, դու ինչերի մեջով ես անցել, որ գաս հասնես այս կետին ու հիմա շատ ուշ է հանձնվելու համար։ Պետք է ուղղակի չսկսել, եթե պետքա մի օր հանձնվեիր։ Զուտ էտա, թե չէ ուրիշ բանաձև ինչ որ հատուկ հստակ մեթոդներ չկան, որ օրինակ ինչ որ դեղամիջոց լինի հուսահատության դիմաց, տենց խմես ու օգնի, չկա, հաստատ չկա։ Ափսոս։ Այո։ Ինչպեսին կլինի մասկոտը տարիներ անց։ Օ, շատ լավ հարց է։ Ինչպեսին կլինի, իմ համենայն դեպս իմ պատկերացումներով ու իմ նպատակը այն է, որ առաջին կետով լինի շատ ավելի մասշտաբային, երկրորդ կետով դուրս գա միջազգային ասպարեզ, արդեն միջազգային շուկա եւ ուր էլ որ գնա, ինչ կետի էլ որ հասնի, ուղղակի այն սկիզբը, այն պատկերացումը, այն մեսիջը, որը որ դրվել է իր մեջ ամենաառաջին իսկ օրվանից, այդ գեղեցկությունն ու յուրահատկությունը տարածելը, այդ երբեք չկորի, ինչքան էլ որ հաճախորդները շատանան, պրոյեկտները շատանան, բազմազան լինի արդեն ամեն ինչ, որ ուղղակի յուրաքանչյուր դեկոր կամ յուրաքանչյուր փունջ ինքը իր մեջ այդ իր մասկոտը պարունակի էլի։